Այսօր ազգային ժողովի նիստերի դահլիճում խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանի նախաձեռնությամբ տեղի ունեցել ԼՂՀ կառավարության օպերատիվ շտաբի գործունեության հաշվետվության ներկայացումը։ Ազգային ժողովում հաշվետվությունը ներկայացրել է օպերատիվ շտաբի ղեկավար վարչապետ Արայիկ Հարությունյանը։ Կառավարության ղեկավարի խոսքով ստացված ոչ դրամական արժեքները գույքագրվել են կառավարության պահեստներում, բարենային ապրանքները համակարգվել են գյուղհիմնադրամի կառույցների, իսկ իրային օգնությունը ներդրումային հիմնադրամի միջոցով։ Հաշվետվության համաձայն 100-ից ավելի նոր մեքենա է տրամադրվել Պաշտպանության նախարարությանը, փրկարար ծառայությանը, շտապօգնության կայաններին եւ պետական կառավարման համակարգերին, հիմնականում շրջանային։ Դրամական փոխանցումները կազմել են 4 միլիարդ 562 միլիոն 175 հազար դրամ։ Հուլիսի 1-ի դրությամբ ստացված գումարի շուրջ 50%-ը ծախսվել է, որից հատկացումներ են կատարվել ինժեներական աշխատանքների իրականացման եւ զորակոչված քաղաքացիների դրամական փոխհատուցման համար։ Կառավարության ղեկավարի խոսքով հաշվետվությունը կներկայացվի նաեւ հասարակական քաղաքական շահագրգիռ շրջանակներին եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Հանդիպման ընթացքում այս ուղղություններով համապատասխան հաշվետվություններով հանդես են եկել նաև կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Լևոն Գրիգորյանը եւ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը։ Այնուհետև տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, որի ընթացքում խորհրդարանականներն օպերատիվ շտաբի ղեկավարին են ներկայացրել համապատասխան առաջարկներ եւ առաջադրել հարցեր քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակները կարգավորող ենթաօրենսդրական ակտերի, տարհանված բնակչության կարիքների հանդեպ ուշադրության եւ այլ թեմաներով։ Օպերատիվ շտաբի առավել մանրամասն հաշվետվությունն օրերս կներկայացվի կառավարության մամլոյցարայության կողմից։ Հիշեցնենք, որ ապրիլի առաջին օրերին ԼՂՀ-ի դեմ ադրբեջանական ագրեսիային արձագանքելու նպատակով ստեղծվել է կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբ, որը համակարգել է այդ օրերին աշխարհի տարբեր կողմերից Արցախ առաքվող դրամական, նյութական եւ այլ կարգի օգնությունները։